Մենք ծրագիր ենք իրականացնում։ Հաղորդման մեջ լինելու է։ Սոմաչում դրան խոսքը դպրոցի դասատուների մասին էլի։ Մենք հիմա ուր ենք գնում։ Առաջ ավելի լավ էր, քան հիմա։ Աջակ։ Ինչ ունեք ասելու երիտասարդներին, սերունդներին, ինչ փոխանցենք ձեր անունին։ Առաջ ասենք որ ավարտում էին սովետական ճակ։ Հանձնաժողովներ աշխատանք էին նշանում։ Բաներ կարող գնահատել էր։ Գնացին Ամերիկա, նրանք ստացան $5,000 լավ սովորել։ Չեն կարող վճարել, չէ՞։ Մի հատ սխալ դիտակ պապանական լինում է։ Ենակ ստանա 0 սով։ Իսկ այդ որ պատական պատասխանը գրել եք, ստանա դրական տեստային համակարգ է։ Ագանին հարված ասեց։ Հանդավոր երեխաներ կան, լավ սովորող երեխաներ կան։ Մեր հաղորդման էությունն այն է, որ մենք տանենք, դուք օրհնեք։ Բարև ձեզ։ Ուր եք գնում, եկեք կտանենք, համեցեք։ Եկեք, ես ձեզ ճանաչել եմ, եկեք։ Այ փոքր, վայ, բարև ձեզ։ Հազար բարև, ո՞ց եք։ Նոր նախագիծ ենք անում, որ կոչվում ենք տանենք, դուք օրհնեք։ Ուր եք գնում։ Այ կայի փոխոտարով տուն, չեվ տիտան խանութը։ Ծրագիրը 60+ անձանց համար է։ Մոտենում ենք կանգառներ, տեսնում ենք տարիքով մարդկանց, առաջարկում ենք, որպեսզի իրենց տանենք ու ընթացքում խոսենք, զրուցենք։ Մեր ծրագրին կարող եք ծանոթանալ YouTube-ում, երկրորդ շնչառությունը, երբ որ որոնեք, կարող եք տեսնել։ Մի փոքր ձեր մասին պատմեք։ Հաղորդման մեջ լինելու է, անունազգանն։ Այո, իհարկե, ուզում եմ ձեր գործունեության մասին, երկար եմ Սոմաչում եմ դրանից։ Վայ, չէ, պատմեք, դուք սերունդների հետ եք աշխատում։ Ես Սոմաչում եմ դրանից։ Չէ, դուք այնքան շնորհակալ գործ եք Արսեն անում։ Պետրոսյան եմ անունազգանն։ Ինչ մասնագիտություն ունեք։ Ինչ մասնագիտություն ունեք։ Ֆիզիկայի, ֆիզիկոս, համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ավարտել։ Աշխատել եք որպես դասախոս։ Դե աշխատել եմ ճարտարապետաշինարարանում, հետո նրանց հենակետային դպրոցում։ Հիմա կոնկրետ չեմ աշխատում ազատում։ Մի փոքր կպատմեք 60+ տարիքից հետո կյանքի մասին, ռիթմը ինչպես է փոխվել։ Ընդհանուր առմամբ տարիքը մարդուն ինչ է տալիս։ Գիտեք ինչ կա։ Ոնց որ առաջ որ լավ է սովորում։ Իսկ ինչն է պատճառը, ինչի հետ եք դուք կապում։ Չեմ կարող որից ասել։ Ես սերնդափոխությունը ինչ չեմ կարող ասել։ Իսկ սերունդը դեպի լավա փոխվել, թե վատ, ձեր կարդ որպես դասախոս սերունդը դեպի լավա փոխվել, թե վատ, որպես դասախոս։ Ոչ չեմ աշխատում, դեպի խոսքը դպրոցի դասատուների մասին էլի։ Ասեմ որ դպրոցում ոնց է դասա, ես հիմա չեմ աշխատում, բայց բոլոր դեպքերում ոնց որ առաջ ավելի ասեմ, ոնց ասեմ։ Մոտիվացիան շատ էր, առաջ ավելի քան հիմա։ Հիմա գիտեք ինչ կա, ես կասեմ միայն բան, վճարովի համակարգը, ոնց որ միտեղ ասած շատ հարված տվեց, կրթական համակարգը զարգացման, վճարովի համակարգը, որտեղ շատերը կան չեն կարող վճարել։ Այսինքն այն ժամանակ ավելի լավ էր, որ Այն հարվածեց կրթության որակ։ շատ լավ։ Մարդիկա չեն կարող վճարել, ինչ անեն։ Ինչ լուծում կառաջարկեք հատկապես։ Վճարի տեղերի թիվը քիչ է։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, երկրորդ շնչառությունը GG ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր նախագիծ։ Մենք ձեզ կտանենք, դուք մեզ կօրհնեք, կմոտենանք կանգառներ, ավագ սերնդի մեր ներկայացուցիչներին կառաջարկենք տանել այն վայրը, ուր նախատեսում են գնալ։ Ճանապարհին կզրուցենք, բաժանորդագրվեք երկրորդ շնչառությանը, հետևեք մեզ, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Եթե որևէ տեղ ունեք գնալու, գրեք մեզ այդ մասին, գրեք հասցեն, գրեք օրը, մենք կմոտենանք, ձեզ կտեղափոխենք եւ կզրուցենք։ Մաթեմատիկան ու ֆիզիկան համարվում են գիտությունների, կարելի ասել, թագավոր թագուհին ու տարածված կոնկրետ ես չեմ աշխատում։ Բայց ոչինչ կապ չունի, բայց խոսի աշխատող չաշխատող որն է, տարածված տեսակետ կա, որ եթե մարդը գիտի մաթեմատիկա եւ կարող է սովորել ամեն ինչ, այդ առումով ձեր կարծիքն էլի ուզում իմանալ։ Ասած նախկինում ավելի լավ է։ Չխոսում։ Ինչ է հարկավոր մարդուն վաստակ ունեցող մանկավարժին 60-ից հետո։ Չէ, իսկապես ինչն է երջանկացնում մարդուն արդեն այս տարիքում։ Ինչն է ձեզ պակաս։ Մենք հիմա ուր ենք գնում։ Դες Ձեզ պատտենք, որպեսզի տանենք ձեր ուզած տեղը։
պետք է ասել, որ այս կրթական համակարգին օրինակ տեստային համակարգը ագանին հարված ասեց։ Տեստային առաջ ավելի լավ էր քան հիմա։ Տեստային համակարգը ինչ է, ասենք մի երեխա կարա պատականորեն մի հարցին ճիշտ պատասխանի։ Մեկն էլ ասենք ճիշտ Z խնդիր է ֆիզիկայի, մի հատ սխալ թափաբանական լինում է։ Այնա կստանա 0 սավալ։ Իսկ այդ որ պատական պատասխանը գրել է կստանա դրական։ Ուզում ասել որ տեստային համակարգը դե անձամբ ես իմ կարծիքն եմ ասում, հա, սխալ համակարգ է։ Սերունդը փոխվել է, ինչպիսին են հիմիկվա երեխաները, նոր սերունդը։ Տաղանդավոր երեխաներ կան, լավ սովորող երեխաներ կան, բայց ոչ առաջ ավելի շատ է ցկտում լավ սովորելու կան։ Այստեղ խնդրում եմ բարեկա։ Մեր հաղորդման էությունն այն է, որ մենք տանենք, դուք օրհնեք։ Ինչ ունեք ասելու սերունդներին, երիտասարդներին։ Աջակ, Ինչ ունեք ասելու երիտասարդներին, սերունդներին, ինչ փոխանցենք ձեր անունից։ ինչ փոխանցեք, լավ սովորել։ Իսկ եթե ժամանակը հետ տայիք մի 10 տարի, 20 տարի, ինչը կփոխեիք ձեր կյանքում։ Դե գիտեք ինչ կա, այսպեսի բան կա, էլի ու աշխատանքի տեղավորման հարցներ է խփում։ Առաջ ասենք որ ավարտում էին սոցիալական ճակ, հազարժողով կար աշխատանք է նշանում, օրինակ ոնց որ մեջ նշանակել աշխատանքերը։ Իսկ հիմա դա որ չկա, հետո որ նայում տեսնում եմ եւ այլ շատ բացասական գործոններ կան, որոնք աշխատավարձի չափնել են նշանակությունն եւ այլն։ Ես հիշում եմ մի պրոֆեսոր ասեց հետեւյալը, ազգանուն չտամ համար սրանից։ Ասես մեզ մոտ երկու տաղանդավոր երիտասարդներ 50,000 դրամով հրաժարվեցին։ Գնացին Ամերիկա, նրանք ստացան $5,000։ Իհարկե այդ նույն աշխատանքը, որը կատարել է ամերիկացին, ստացել է կրկնակի շատ, բայց բոլոր դեպքերում դա է։ Եվ մեկ էլ մի բան, եթե ժամանակը 10 տարի, 20 տարի հետ տայիք, ինչ կփոխեիք ձեր կյանքում։ Ինչ ուրիշ ձև կանեիք, եթե 20 տարի, 10 տարի հետ տայիք ժամանակը։ Առաջիկա 20 տարի մեջ։ Չէ, դուք հետ տայիք ժամանակի մեքենա լիներ, հետ տայիք։ Ոնց կփոխեիք ձեր կյանքը։ Առաջվա նման։ Նույն ձևով կապրեիք։ Դե գիտեք ինչ կա, հիմա էլ դրական բաներ կան իհարկե շատ։ Այնտեղ է շատ ստերեոտիպ բաներ կային, էլի սովետի ժամանակ կարելի է, չի կարելի է, այդ էլ կարելի է բացականություն, էլի կարելի։ Այս բոլոր դեպքերում բաներ կարող գնահատել էր։ Ձեր տարիքն էլ ասեք, այս հաղորդումը հենց 60+-ի համար է։ Մեծ են տարիք։ Ինչքան մեծ։ Լավ որ ձեր շնորհակալություն։